Ռուսալեզու հետաքննական հարթակներից մեկի ինսայդերի հրապարակումները տարածվել են մեծ արագությամբ, առաջ բերելով լուրջ հարցեր եւ նույնքան լուրջ կասկածներ։ Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել հատուկ ծառայությունների հետ կապերից մինչեւ ֆինանսական հոսքեր։ Բայց բաց է մնում հարցը, թե ով է կանգնած այս հրապարակումների հետևում եւ ինչու հենց հիմա։ Ինսայդերը հայտնի է որպես ռուսալեզու հետաքննական հարթակ, որը պարբերաբար հրապարակում է բարձր քաղաքական ռիսկ ունեցող նյութեր հիմնված արտահոսքերի եւ փաստաթղթերի վրա։ Հրապարակումներից մեկում պնդում կար, թե Սամվել Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացիության ձևակերպման գործընթացում որպես աշխատավայր նշված է եղել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը, ավելի կոնկրետ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։ Այս տեղեկությունը սակայն մինչև այժմ չի ստացել պաշտոնական հաստատում որևէ պետական կամ դատական աղբյուրից։ Այս նյութերը շատ ակտիվ տարածում են միայն Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչները։ Փոխարենն անձամբ Կարապետյանն է մեկնաբանել։ Այդ հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է։ Դրա խորհուրդ եմ տալիս ձեզ։ Նշումը շան տեղ մի դրեք հրապարակումը։